Սիրելիներ, բարև բոլորիդ։ Իրականում շատ հաճելի է, երբ որ դուք զբաղվես այն գործով, որն որ կսիրես։ Ցանկացած գործ կունենա գերազանց արդյունք, եթե դու սիրով կենես։ Ձե Աստված այս խոսքը տվավ։ Խոհանոցում, երբ որցավ դու խոհանոցում պետք է աշխատես, երան պես ինչ որ Տիրոջը կենես, որպեսզի շատ լավ ստացվի քո մոտ ամեն ինչ։ Ու ես կուզենամ, որ խոհանոցը ամբողջությամբ ենեմ ցանկացած գործ ըմպես ինչպես Տիրոջը։ Եթե կուզեք ձեր մոտ լավ ստացվի ամեն ինչ, ապա փորձեք դուք էլ ամեն ինչ պատրաստեք սիրով։ Ուրեմն, քանի որ կաղամբի կտրվածքը շատ շատերիդ հետաքրքրել էր, ես եւս ձեզի հետ մեկ կտրվածքով կուզեմ կիսվեմ ու նաեւ շատ փորձարկումներ եմ կատարել, որոնց արդյունքների հետ եւս։ Այսօր կցանկանամ ձեզ ներկայացնել, թե ինչպես կաղամբը խաշել եմ 4 տարբերակով ու 4 տարբեր արդյունքներ եմ ստացել։ Այսօր կուզենայի ձեզի ներկայացնեի, թե ինչ տարբերակներով եմ խաշել ու հաջորդ տեսանյութի մեջ ես ձեզի կներկայացնեմ արդյունքները անձամբ կաղամբը փաթաթելով։ Ուրեմն կաղամբը կտրատել եմ այս տարբերակով հետևյալ կերպ, որը քիչ հետո կտեսնենք կդրման ողջ գործընթացը։ Քանի որ կաղամբի տեսանյութը չափազանց շատեր դեիք դիտե ու շատերի հետաքրքրել, սա մեկ այլ նոր տարբերակ է, սիրելիներ, ես կուզենայի, որպեսզի փաթաթման ձևը եւս ցույց տա ու արդյունքները։ Նաեւ կաղամբի միջիկով դրել եմ կաղամբից թթու, որը նորից ցեզի ցույց կտամ արդյունքը եւս։ Ինչպես եմ խաշել կաղամբը։ Կաղամբը խաշել եմ ջրով, հացով, աղով եւ քացախով։ Ու արդյունքները չափազանց տարբեր են ստացվել, սիրելիներ։ Իսկ այժմ կաղամբ կտրելու մեկ այլ տարբերակի հետ ձեզ կներկայացնեմ, իսկ հաջորդ տեսանյութում այս կաղամբները մեկիկ ցույց կտամ, թե փաթաթման գործընթացում որն է ավելի հաջողակ ձևը։ Դե ինչ, իսկ այժմ տեսնենք կաղամբ կտրատելու եւս մեկ տարբերակ։ Սիրելիներ, եւս կցանկանամ մեկ խորհուրդ տալ ձեզ։ Կյանքի ցանկացած ոլորտում ամեն մեկիս կյանքում կկան դժվարություններ, սիրելի մահ, որը կհամարվի անդառնալի կորուստ շատ շատերիս կյանքում, բայց հիշեք, ինչև սերմը չմեռնի, չի կենդանանա։ Եվ ինչ որ մի մարդու մահով սկսվում է մի նոր բանի ծնունդ։ Դրա համար էլ պարզապես պետք է մխիթարվենք Տիրոջով ու առաջ ընթանանք։ Դերս այս վերջերս այդ բանն է, որ ինձի կատարյալ ձևով կսովորեցնեմ։ Որովհետև այս աշխարհի վրա ամենաթանկ իմ մայրս էր, ինձի համար, որին որ Տերս վերցրեց։ Բայց Աստված գերբնական ձևով ամեն օր ինձի խաղաղություն ու մխիթարություն կտա, որպեսզի առաջ ընթանամ։ Որովհետև այս կյանքում շատ կարևոր բաներ կան։ Աստված ինձ խոսք ասավ։ Վերջերս, երբ որ դու կտխրիս, սատանա կուրախանա։ Իսկ Պողոսը կսե, ուրախ եղեք Տիրոջով, դարձյալ կասեմ, ուրախ եղեք։ Պողոսին կլսեմ, որովհետև ճշմարիտ է, մեր ուրախությունը չպետք է կորցնենք ու մենք պետք է ուրախ եղնենք, որ սատանան տխրի։
ու երբ որ ես վաղնիկ գնացի ժամանակ է շատ տխուր էի դերս խոսած հետևյալ խոսքերը, որ սյակս իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու, որ ես պատասխան տամ ինձ անարգողին։ Այս խոսքերի մեջ ինքան իմաստություն կար, այսինքն ինչ կնշանակի իմաստուն լինել, ու գիտեցածները կիրառել քո կյանքի մեջ, այսինքն ուրախ եղի։ Դե ինչ սիրելիներ, լսենք Տիրոջ խոսքը, լսենք Տիրոջ ձայնը, փառք Աստծուն, որ Տերս իմ օրս իր գիրկը առավ ու մենք շարունակենք առաջ ընթանալ։ Իմ մամաս միշտ կուզեր որ ես լավ եղնեի, ու ես պիտի միշտ լավ եղնեմ, միշտ Տիրոջով առաջ ընթանամ, որ դուշմանս տրակի, այսինքն Սատանան։ Դե ինչ սիրելիներ, իսկ այժմ տեսնենք կաղամբի կտրատման շատ հետաքրքիր գործընթացը, կարող եք օգտագործեք, օգտվեք այդ տարբերակից։ Կնակ չշտաբիք, ես փաթաթման ձևներ ձեզի ցույց կտամ, լիստերը առանձին ցույց կտամ, որպեսզի դուք նայեք, տեսնեք, եթե ձեզի դուր խուք հարցուկը, նոր պարզապես այդ տարբերակով փաթաթեք։ Իսկ այժմ դիտենք կտրատման ողջ գործընթացը։ Պարզապես ուշադրությամբ դիտեք և հետևեք կտրատման ամբողջ փուլին, և ձեզ մոտ անպայման կստացվի։ Երբեք մի եղեք կոտրող, այլ եղեք բարձրացնող, մի եղեք վարատես, այլ եղեք լավատես, կյանքի ցանկացած հարվածներից ուժովացեք ու էլ ավելի զորացեք, չմոռանաք կիսվել այն տարբերակներով, որոնք որ ձեր մոտ ավելի լավ կստացվի, չմոռանաք հազարատ լավից մի վատը չտեսնիք, մարդիկ կան որ հազարատ լավ բան կենես մի ադմ սխալ կեն, այնպես կկենտրոնանան, դիք արդեն ցույց կտա մարդու էությունը, որ ինքը պարզապես լավատես չէ, ինքը վատ բան մանկուկա կյանքի ցանկացած ոլորտի մեջ։ Աշխատեք
Ամեն մեկը տեսնիք, թե ինչքան աշխատանք ու սեր եմ դրել այս տեսանյութի մեջ ու մեկնությունների մեջ լավ բաներ գրեք, որովհետեւ ինձ ոգևորեք, որ ես էլ ձեզի հետ ավելի ու ավելի շատ հզոր տեսանյութերով կիսվիմ։ Տիրոջս օրհնությունը։ Հաջորդ տեսանյութում ձեզ հետ կկիսվեմ, թե ինչպես կարելի միջուկով պատրաստել հիանալի կաղամբից թթու կարմիր տակով։ Այստեղ էլ թթու եմ դրել 2 տարբերակով, խաշած եւ հում վիճակով, որի արդյունքում ստացել եմ նմանատիպ հիանալի տեսք 2 օրվա թթու դրած կաղամբ է այստեղ, ինչպես նաեւ 4 խաշելու տարբերակների արդյունքներով եւս, թե որ տարբերակից օգտվենք։ Սիրելիներ, լավ մնացեք, հետևեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, գրեք ակտիվ բարձրացնող մեկնություններ, որպեսզի ես էլ ավելի ու ավելի լավ տարբերակներով կիսվեմ ձեզ հետ։ Սպասենք հաջորդ տեսանյութին։